Նարեկ Կիրակոսյան Factor TV, պարոն Կարապետյան, միջև հարց տալը մի բան հստակեցնեմ, Anitex ընկերությունը ձեզ է պատկանում։ Anitex ընկերությունը Նազարյան ընտանիքի դաշիր ընկերությունների խմբի համատեղ ներդրման արդյունք է։ Պարզապես տեսեք, ռեգիստրում, պետռեգիստրում Anitex-ը նշված է Natcom Limited ընկերությունում սեփականատեր որպես, որը օֆշորում է, գրանցված է Կիպրոսում եւ ռեգիստրում իրական շահառուներ ներկայացված են Վայե Հովակիմյանը 40% եւ ձեր նշած Նազարյան ընտանիքից 30% անձին, այս ինչ կապ ունեն Կարապետյանների հետ, եթե սա ձեր ընկերությունն է, ձեր ընկերությունների խումբը ունի անհատներ, ովքեր process-ի մեջ են։ Նազարյան ընտանիքն էլ դուք ներկայացրեցի։ Ես հաստատում եմ Տաշիր ընկերությունների խմբի ակտիվներից։ Եվ ինչու է սա Կիպրոսի ռեզիդենտ, որ Հայաստանում քիչ հարկ վճարեք։ Հարկը, շահութահարկը Կիպրոսի ռեզիդենտի կամ ուրիշ ռեզիդենտի պարագայում չի նվազում, այդպիսի խնդիր չկա։ Նաև հիմնական հարցը միջազգային ներդրումների մեջ օտարերկրյա ընկերությունով ներդրում անելու, դա շատ դեպքերում պաշտպանվածությունն է ներդրումների։ Օրինակ, որ մի օր մի գործիչ չզարթնի ու չորոշի ունեզրկել մեծ հիմնարկի սեփականատիրոջը։ Աշխարհում ընդունված փորձ է այն երկրներում, որոնք չեն հարգում սեփականության իրավունքը, ներդրում է կատարվում միջազգային ընկերությունների կողմից, որպեսզի միջազգային օրենքները պաշտպանեն։ Եվ քանի որ սրանք ճշտող հարցեր էին, մեկ այլ քաղաքական հարց, կուսակցության նախագահ պարոն Սամվել Կարապետյանը պետք է հայտարարագիր ներկայացնի, որտեղ որպես կուսակցության նախագահ նման պարտավորություն ունի, մեկ անգամ արդեն նշված ժամկետը նա բաց է թողել եւ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ծանուցում է ուղարկել, որ պարոն Կարապետյանը 30-օրյա ժամկետում հայտարարագիր ներկայացնի, այլապես նախ վարչական, հետո քրեական պատասխանատվության է ենթարկվելու։ Ինչու պարոն Կարապետյանը չի լրացնում, ինչու է խախտում Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, քանի որ մի քանի օր է մնացել վերջնաժամկետին ԿԿ-ի սահմանած։ Պարոն Վարդևանյանը երևի պատասխանի այդ հարցին ավելի մասնագիտորեն, ուղղակի մենք պետք է հիշենք, թե ում մասին է խոսքը եւ ինչ կապիտալի եւ հնարավորությունների մարդու մասին է խոսքը, հնարավոր է բարդությունները մի քիչ ավելի բարդ է հայտարարագիրը կազմելը, քան այլ դեպքերում պարոն Վարդևանյանը կպատասխանի ավելի շատ այդ հարցին։ Այսինքն շատ է չի հասցնում լրացնել, թե ավելի շատ երևի պարոն Վարդևանյանը պատասխանի, որպեսզի մակերեսային չլինի իմ պատասխանը։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն